Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք հավի կրծքամսով շատ համեղ շերտավոր աղցան։ Այս աղցանի բոլոր բաղադրիչները պարզ են և հասանելի, կարելի է պատրաստել ընդամենը 40 րոպեի ընթացքում։ 300-ից 400 գրամ հավի կրծքամիսը նախապես խաշում ենք թույլաղաջրի մեջ, այնուհետև 2 պատառաքաղների օգնությամբ կամ ձեռքերով, այնպես ինչպես հարմար է, բաժանում ենք մանաթելերի։ Որպեսզի հավի կրծքամսով պատրաստված աղցանները համեղ ստացվեն, միսը եփելուց 5 րոպեան ջուրը պարտադիր փոխեք։ Միսը բզկտելուց հետո քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում նախապես թույլաղաջրի մեջ եփված 2 մեծ գազար և 4 միջին չափի կարտոֆիլ։ Որպեսզի խնայենք մեր ժամանակը, գազարը և կարտոֆիլը կարող ենք եփել նույն կաթսայի մեջ։ Նույն ձևով մարանցնում ենք 300 գրամ մարինացված վարունգ։ Եթե ձեռքի տակ մարինացված վարունգ չկա, կարող եք օգտագործել նույն չափ թթու դրած վարունգ։ Աղցանին թարմություն հաղորդելու համար մանր կկտրատենք մի փոքր փունջ համեմ։ Բոլոր բաղադրիչները նախապատրաստեցինք, մնում է միայն շերտ-շերտ հավաքենք աղցանը։ Մեր աղցանի առաջին շերտը կլինի քերած կարտոֆիլը։ Բաղադրիչները մատուցվող ափսեի մեջ դնելիս չենք սեղմում, որպեսզի աղցանը ստացվի թեթև և ունենա գեղեցիկ տեսք։ Կարտոֆիլի վրա ավելացնում ենք մի փոքր սև պղպեղ, աղ, մանր կտրտած կանաչին և ցողում ենք մայոնեզի բարակ շիթով։ Որպեսզի աղցանի մեջ շատ մայոնեզ չօգտագործվի, մայոնեզի տուփի ծայրից պարզապես մի փոքր կտրեք։ Հաջորդ շերտը կլինի մարինացված վարունգը, որի վրա աղ և սև պղպեղ ավելացնելու անհրաժեշտություն չկա։ Վարունգի շերտի վրա գեղեցիկ կտարածենք գազարը։ Գազարի վրա նույնպես ավելացնում ենք աղ, սև պղպեղ, մանր կտրտած կանաչին և մի փոքր մայոնեզ։ Այս աղցանը շատ ավելի համեղ է ստացվում, երբ մարինացված վարունգի շերտը լինում է կարտոֆիլի և գազարի շերտերի մեջտեղում, այնպես որ պահպանեք հերթականությունը։ Ավելացնում ենք մսի շերտը և կրկին համեմում ենք, վերջում ավելացնում ենք 300 գրամ պահածոյացված եգիպտացորեն։ Բարեկամներ, տեսեք, թե ինչպիսի պարզ և հասարակ բաղադրիչներով կարելի է ստանալ համեղ, գեղեցիկ տեսք ունեցող, քիչ մայոնեզ օգտագործելու դեպքում նաև օգտակար աղցան։ Աղցանը թողնում ենք հանգստանա մոտ կես ժամ, այնուհետև հանում ենք բաժակը և մատուցում ենք։ Ստացվում է գեղեցիկ տեսք ունեցող, տոնական, շատ համեղ աղցան։ Պատրաստելուց հետո մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով։ Այսօր էլ այսպիսի պարզ բաղադրիչներով շատ համեղ, առողջարար, ինչու չէ նաև տոնական աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։